15 տարեկան պատանի, սովորում եմ 9-րդ դասարանում։ Ասեք ինչ ուղերձ ունի ձեր այսօրվա այցը։ Իմ այսօրվա այցը դասարանով մենք ցանկանում ենք, որպեսզի բոլորը մեր երիտասարդությունը, աշակերտները բոլորը այցելեն ցեղասպանություն հիշատակի նվիրված հուշահամալիր, բոլորը հիշեն մեր պատմությունը եւ բոլորը միշտ պատրաստ լինեն վրեժխնդիր լինելու ոճրագործներից։ Ովքեր են ոճրագործները, ձեր մոտ հարցեր չեն ծայքել, ինչ հարցերը որ ծայքել են, օրինակ այսօրվա իշխանությունների մոտ։ Ոչ չեն ծագել, որովհետև ես երբեք չեմ ժխտում ցեղասպանությունը։ Ցեղասպանությունը այնպիսի բան է, որ ժխտողին պետք է պատժել քրեականորեն, եւ ցեղասպանությունը չի կարելի ժխտել։ Ցեղասպանությունը ժխտողը դավաճան է ինձ համար։ Վարչապետ Փաշինյանը Թուրքիայի Ադրբեջանի դրոշներ այրելը անընդունելի, սադրիչ եւ հրահրող է համարել, ասելով, որ միջազգայինորեն ճանաչված պետության եւ հարևան պետության դրոշ այրելը դատապարտելի է։ Ձեր վերաբերմունքը որպես քաղաքացի որ Ես դրոշներին այրելը վերաբերվում եմ նորմալ, որովհետև 1.5 միլիոն մարդ են սպանել եւ նրա ներկայիս իշխանությունը ցանկանում է խաղաղություն կնքել։ Ինչպես ասել է Վազգեն Սարգսյանը, խաղաղություն պետք է կնքենք մեր հողում։ Խաղաղություն չի կարելի կնքել Թուրքիայի կամ Ադրբեջանի, որովհետև նրանք 1.5 միլիոն մարդ են կոտորել։ Եթե նրանց հետ ուզում եք խաղաղություն կոտորել, հիշեք 15 թվականի զոհերին, մտավորականությանը, Գորգիքոր Զոհրաբ, Դանիել Վարուժան, որոնք ոչնչացվել են։ Կոմիտասը նույնպես ցուցակում էր։ Նաև պետք է անդրադառնամ Նեմեսիսին, որի մասին ներկայումս բոլորը քիչ են խոսում։ Նեմեսիս գործողությունը խրախուսվում է եւ պետք է Նեմեսիսի նման գործողություններ լինեն։ Նեմեսիս գործողության շնորհիվ 1918 թվականից սկսած ոչնչացվեցին թե Թայլատ Փաշան, Էնվեր Փաշան, Ջեմալ Փաշան, որոնք եռապետության գլխավորներն են եւ նրանք են կազմակերպել ցեղասպանությունը եւ Ղարաբաղյան Բեհբուդ Խանջիվանշի, Ջեմալ Անզի եւ բոլոր ոճրագործները նույնպես ոչնչացվեցին։ Մեր սերունդում պետք է կարևորենք թե դասագրքերում, թե առօրյայում ցեղասպանության մասին, մենք պետք է հիշենք եւ պահանջենք ցեղասպանության ընդունումը բոլոր ազգերի կողմից։